Հայր ջան, բարև ձեզ։ Երեկ հանրայինի եթերում բանավեճի ընթացքում Նարեկ Կարապետյանի որպես հասուն կայացած քաղաքական գործչի ցույց տված մաստեր-կլասի մասին կարելի է տևական խոսել, բայց այս պահին մի կարևոր հատված մեջ բերեմ։ Ընտրություններից հետո, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հաղթանակից հետո անապահով խավի համար կոմունալ վճարումների մի մասը, մասնավորապես ջուրը և էլեկտրաէներգիան դառնալու է անվճար։ Այդ անձինք այլևս ջրի և հոսանքի համար որևէ գումար չեն վճարելու և կարծում եմ, որ կհամաձայնվեք ինձ հետ, որ սա շատ կարևոր, շատ էական սոցիալական բարեփոխում է, որի ուղղությամբ իշխանությունը անգամ կես քայլ չէր կատարել այս 8 տարվա ընթացքում։ Հայր ջան, մնացել է մոտ 40 ժամ մինչև ընտրություն։ Խնդրում եմ, գնացեք ընտրության։ Գնացեք ընտրության, որ մենք ունենանք հայրենիք, որտեղ չեն ծեծում հղի կանանց։ Գնացեք ընտրության, որ մենք ունենանք հայրենիք, որն առաջնորդվում է քրիստոնեական արժեքներով, որի համար առաջնային է մեր խաչն ու եկեղեցին։ Գնացեք ընտրության, որ մենք ունենանք անթուրք հայրենիք։ Գնացեք ընտրության, որպեսզի մենք հպարտության կարողանանք արտաբերել մեր Մասի Սարի անվանումը, որ մենք չվախենանք տալ մեր արարած Սարի անվանումը։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանն ու իմաստությանը, ժողովուրդ ջան։ Գնացեք ընտրության։ Փոփոխություններին մնացել է 40 ժամ։ Գնացեք ընտրության։